Ձեզ հարազատներս առավոտից իրիկում պատմում եմ, թե ես ինչ հայտնի քրիստոնյա եմ, հետևիցս հասնող չի լինի, բայց երեք առաջի անգամ իմացել եմ Գրիգոր Լուսավորիչը ինչպես է մահացել, անգամ այդպիսի հարցի մոտ չի ծագել, որ այդ հարցը ինձ տամ, ու քանի որ իմացել եմ, կուզեմ ձեզ էլ պատմել, հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի 10 ամիս ինչ աշխատում եմ մեր երկրում։ Ուրեմն Գրիգոր Լուսավորիչը իր կյանքի վերջին տարիներին գնում է ճգնավորության, այս փառքը, պատիվը հասկանում է, որ իրենը չի, թողում է գնում է քարանձավներից մեկում էլ մահանում է։ Ժամանակ անց իրեն հովիվները գտնում են, իր մարմինը հովիվները գտնում են, իդեպ սրբերի մարմինները ասում են նշխար, մասունք գտնում են, բայց փակում են քարանձավը, հասկանում են, որ այս մարդը հաստատ սուրբ մարդը եղած կլինի, որտեղ իր հանդերձանքով են իրեն հայտնաբերում, այդ հագուստով հոգևորականի, ու փակում են քարանձավը, որ ոչ մեկ չգտնի, ու այդպես թաքնված մնում է տարիներ անց, երբ որ արդեն հայերը ամրապնդվել էին քրիստոնեության մեջ, Գրիգոր Լուսավորիչը երազի մեջ հայտնվում է Գառնիկ անունով մի հոգևորականի, պատմում է որտեղ է իր մարմինը, ու գնում են հայտնաբերում են, դա պես էլ տոնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարի գյուտը, այսինքն իր մարմինը, որ հայտնաբերում են։ Մարմնի տարբեր մասերը տարբեր եկեղեցիներում են հայտնի եկեղեցիներում, գիտենք, որ աջ ձեռքը էջմիածնում է։ Եվ տարին մեկ, երբ որ մոռացել եմ ինչքան ժամանակը մեկ մերոնը, որ օրհնում են, այդ տուփով են օրհնում, որտեղ Գրիգոր Լուսավորչի աջ ձեռքն է։ Այսքանը ու պատարագի ենք գնացել այդ օրը երեք Այգաձորի, որը սահմանամերձ տարածքում, ուրեմն հայ-թուրքական սահմանին գտնվում է Այգաձորի Կարմիր վանքը, որը սահմանին է գտնվում, այսպես Չեզոք գոտում է գտնվում, ու տարին 3 անգամ ընդամենը բացում են այդ Կարմիր վանքը, որ գնան պատարագ մատուցեն այդտեղ, երեք վերջի օրներ այս տարվա Սուրբ Գրիգոր Լուսավորչի աճյունի գյուտը, մարմնի նշխարի գյուտը, այդպես էլ կոչվում է։ Կարծում եմ հետաքրքիր է, շատ հետաքրքիր, շատ լավներ իհարկե պատարագը ու հետաքրքիր էր հոգևորականը, ես ինչ ձեզ ասում եմ, տարբեր բառերով եւ այլն, մեր հոգևորականը մի բառով ասեց, որ հայ ազգը Քրիստոսի ժողովուրդն է, սա մենք պետք է այս բառերը անընդհատ մեր մեջ կրկնենք, որ մենք Քրիստոսի ժողովուրդն ենք, իր ներկայացուցիչն ենք, իրավունք չունենք սխալ ապրելու։ Մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։